Հիմա մենք գտնվում ենք Թալին քաղաքի Կարմիր ավետարանում։ Այս տան բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանի Մուշի դուտաղից 1826-ից 1830 թվականներին։ Թալնի բնակիչները եկել են Ալաշկերտից, Բայազետից, Կարսից, Նախիջևանից։ Երբ որ եկել են, այս տարածքում բնակչություն չի եղել, որտեվ 1162 թվականից սելջուկներն են կոտորել եւ 1516 թվականին թուրքերն են կոտորել եւ այս տարածքում բնակչություն քիչ է եղել, կամ եղել է, կամ չի եղել։ Երբ եկել են, մեր տոմի նախապապերից մեկը եղել է հոգևորական Տեր Սարգիս Դիլայանը, որը իր հետ բերել է Կարմիր ավետարանը։ Երբ եկել են, կառուցել են այս հացատունը, օջախը ոնց որ ասում են, այս մեծ օջախը, կառուցել են նաև մատուրում դրել են Կարմիր ավետարանը, այս ժամանակվա բնակիչները մատուրում իրենց հոգևոր աղոթքն են արել։ Ժողովրդի լեզվով ասած, ասում են դիլոյտան Կարմիր ավետարան, մեր ազգի անունով են ասում, մենք դիլայաններ ենք։ Ստեղ մոմ են վառել, աղոթք են արել, ժողովուրդը ասում է շատ զորավոր է եղել Կարմիր ավետարանը, բուժել է շատ հիվանդություններ, մարդիկ չեն քայլել, բայց եկել են, իջել են իրենց ոտքով, մտել են ավետարանը։ Այս գերանները մեր նախապապերը բերել են Արևմտյան Հայաստանի Սարիղամիշից, սայլերով բերել են, կառուցել են, այստեղ ապրել են 40-50 հոգի, այս հացատանում քնել են, կերել են, աշխատել են։ Առաջին, ոնց ասեցի, առաջին հոգևորականը եղել է Տեր Սարգիս Դիլանյանը, որը բերել է, եւ վերջին հոգևորականը եղել է Տեր Եզնիկ Դիլայանը, որ 1920 թվականին փակել են եկեղեցին։ Ասեմ, որ երբ շատացել են ժողովուրդը, կառուցել են եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին 1865 թվականից սկսել են կառուցելը, վերջնականապես ավարտել են 1900 թվականին, որը օծել է Տեր Ղրիմյան հայրիկը։ Ինչպես ասեցի, մեր Թալինի երիտասարդները մասնակցել են Արցախյան պատերազմին, քարոյա պատերազմի մեր զոհված երիտասարդները, իսկ այն մյուսը 1994 թվականի զոհված մեր ազատամարտիկները։ Եվ 1994 թվականի Արցախյան պատերազմի զոհված տղաները, Աբրամ Դիլայանը, որ ասեցի, սա իմ փոքր եղբայրն է, սա մեր հորքուրի թոռը եւ ինքը նույնպես Արցախից եկած երիտասարդը։ Ճանաչել եք են ես դպրոցում եմ աշխատում, ավագ դպրոցում պահակ եմ, բոլորին ճանաչում եմ այս տղաներին, բոլորը դպրոց ավարտած։ Ունենք նաև պալկովնիկ, փոխգնդապետ, նույնպես քարոյա պատերազմի զոհված։ Արի փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյան, քարոյա պատերազմի կաման չաստի հրամանատար։ Ինչով զբաղվում հիմնականում Տալին քաղաքում մարդիկ։
Մարդիկ Թալին քաղաքում, ինչպես որ Հայաստանի շատ քաղաքներում, զբաղվում են իրենց առօրյա աշխատանքով, կրթությամբ, շատերը իրենց սեփական բիզնեսն ունեն, շատերը փորձում են սկսել։ Թալին քաղաքում որպես խնդիր կարող եմ ներկայացնել ժամանցի բացակայությունը, այսինքն ժամանցի ավելի պակաս լինելը, ժամանցային վայրերը ավելի քիչ են, մարդիկ եթե ուզենան միասին ժամանակ անցկացնել, շատ քիչ հնարավորություններ կան։ Կարծում եմ, որ դրա պակասը ունենք պակաս ինչ-որ ընդհանուր հարթակի, որտեղ կարող ենք, այսինքն ընդհանուր մի տեղի, որտեղ կարող ենք հավաքվել հաճախակի, այդ մշակույթը ձևավորվի, որ մարդիկ միասին հավաքվում են, աշխատում են, չգիտեմ, դա կարող է լինել coworking-ի տեսքով, դա կարող է լինել ինչ-որ սրճարանի տեսքով, նման հնարավորություն այս պահին չունենք Թալինում։ Հիմնական խնդիրները էլի աշխատատեղերի բացակայությունը համայնքում, տրանսպորտի հարցն է, որ բնակավայրերը չեն կարող կապվեն Թալինի հետ եւ Թալինից դեպի Երևան կամ այլ ուղղություններով, զբոսաշրջության հետ կապված խնդիր ունենք, որ բավականին փաստություն կա, ու վերջին 3-4 տարիների ընթացքում փորձում ենք նաեւ ակտիվացնել զբոսաշրջությունը համայնքում։ Թալենցիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ հողագործությամբ, անասուններ են պահում եւ ցանում են հացահատի, կարի, որոշ մարդիկ արտագնա աշխատանքով են զբաղված, չկա այնպիսի արդյունաբերական գործարաններ, որ աշխատեն։ Սովետական միության ժամանակ շատ գործարաններ կային։ Ատամնամշակման գործարան ունեինք, կար տրիկոտաժ գործարան, պրիբորների գործարան կար։ Թալին քաղաքի հիմնական խնդիրը աշխատանքի տեղեր ստեղծելն էր եւ ոռոգման ցանց ստեղծելու, որ մենք ունենք շատ հեկտարներ, որ կարելի է, եթե ջուր լինի ոռոգման, ժողովուրդը կարող է ցանել հացահատի, կարի, ինչ որ ցանկանա։ Սա Կամսարականների կաթողիկե եկեղեցին է։ Թալինը ստեղ այլ է։ Այս տարածքում է եղել Թալինը։ Եկեղեցու շուրջ, ասենց։ Կամսարական իշխաններն են կառուցել այս կաթողիկե եկեղեցին։ Կարանք մտնենք ներս։ Չնայած վերանորոգման աշխատանքներ են կատարում։ Սա Կամսարականների կառուցած կաթողիկե եկեղեցին է 7-րդ դարի, որը երկրաշարժներին, թշնամու հարձակումներից քանդվել են, բայց հիմա մեր կառավարությունը եւ հովանավորողների միջոցով Վադալյանների ընտանիքի հովանավորության ներքո վերակառուցում են կաթողիկե եկեղեցին։ Վիվարոյի տերերը որ կան, Վիվարո Վադալյանները ապրել են այստեղ, Թալինում են ապրել եւ ցանկացել են, որ իրանց բարերարությունով վերակառուցեն կաթողիկե եկեղեցին, որը պետք է տևի 3 տարի եւ շատ հիանալի եկեղեցի կլինի։ Հայաստանում այսպիսի մեծ կաթողիկե եկեղեցի չկա, իմ կարծիքով, որ այսքան մեծ լինի։ 200 տարվա թաղված թալենտներն են այստեղ։ Թալին քաղաքի ծրագրերից կնշեմ արտին կազմակերպությունը, որը զբաղվում է արտակարգ իրավիճակներին պատրաստելով։ Հիմնական խումբը երիտասարդներն են, երիտասարդներին պատրաստում է արտակարգ դրությանը, որպեսզի ցանկացած իրավիճակին պատրաստ լինեն։ Դա կարող է լինել, այսինքն ինչպես են կատարվում դասընթացները, դասընթացների տեսքով է, առաջին բուժօգնության դասընթացներ, կրակային պատրաստության դասընթացներ, մարտավարություն, Համայնքի բարեկարգումը, մաքրությունը, վերջին անցած տարի նաև Թալինի զբոսայգի բացում եղավ, տարբեր բնակավայրերում նաև հուշակոթողների վերակառուցում, մաքրման աշխատանքներ, պլանավորվում է կառուցվել տարբեր բնակավայրերում մի քանի մինի ֆուտբոլի դաշտեր։ Ասեմ, որ այս վերջում Թալինում շատ ծրագրեր են
իրագործվում նոր ղեկավարության շնորհիվ ասֆալտապատվում են փողոցները, լուսավորվում են փողոցները, ասեմ որ էսի բոլորը քանդված էր, բոլորը ասֆալտապատվել է, լուսավորվել է, շատ փողոցներ կար, որ չունեին կոյուղի, հիմա կատարում է բոլոր այն փողոցները, որ չի եղել երբեք ոչ ջուր, ոչ կանալիզացիա, ոչ լույս, բոլորը կատարում։ Ես որպես հասարակ Թալինցի զգում եմ, որ շատ մեծ գործեր է կատարում Թալինում։ Թալին քաղաքը ինձ համար առաջինը ասոցացվում է հանգստության հետ, այսինքն ես ինձ շատ հանգիստ եմ զգում մեր քաղաքում, որովհետև եւ աղմուկի տեսանկյունից եւ մարդաշատության տեսանկյունից մեզ մոտ շատ ակտիվ չէ եւ դու կարողանում ես քեզ շատ հանգիստ զգալ, կարծես մեծ քաղաքներից հետո այստեղ գտնում ես այդ հանդարտությունը, երբ քեզ խանգարող ոչինչ չկա, ու բացի դրանից Թալինը ինձ համար տան զգացողություն է արթնացնում, որովհետև ես ինքս էլ ապրում եմ Թալինում ու իմ բոլոր ընկերները, հարազատները այստեղ են ու այդ կապը անդադ զգում եմ։ Թալին քաղաքը ձեզ համար ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Թալին քաղաքը իմ ծննդավայրն է։ Իմ պապերը ոնց որ ասեցի 200 տարի առաջ եկել են այստեղ, ապրել են, զարգացրել են ինձ համար ամենահարազատ, ինչպես բոլորի համար, իր ծննդավայրը ամենահարազատ վայրն է։ Ես երբեք չեմ լքի իմ ծննդավայրը, քանի որ պետք է այստեղ ապրենք, զարգացնենք, որ համ գյուղերը զարգանան, համ քաղաքը, համ էլ հայրենիքը։ Ասեք ինչ որ բան մեր հանդիսատեսներին, որը հիմա ապրում են Սփյուռքում, հա, ինչու Հայաստանը որպես պետությունը շատ կարևոր է հայ ինքնության պահպանման համար։ Հայաստանը սփյուռքահայերի համար ամենակարևոր հայրենիքն է, որտեվ եթե չլինի Հայաստանը, սփյուռքահայերը որտեղ իրենց կարոդը, իրենց հայրենիքը պիտի զգան։ Դրա համար Հայաստանը լինելու եւ բարգավաճելու համար շատ կարևոր է, համ մեր համար, համ դրսում ապրող հայերի համար։ Ամենակարևոր բանը դա մեր պետության հզորացումն է եւ ինչպես նաեւ ավելի լավ կներ նաեւ օգնեին շատ այն հարուստները, ովքեր գումարներ ունեն, ներդնեն Հայաստանում եւ բարգավաճի Հայաստանը։ Համ Հայաստանի համար կլինի հզորացման, համ էլ սփյուռքահայերի համար, որոնք ավելի շատ կցանկանային, որ ովքեր ցանկանում են կային ապրեն Հայաստանում։